Պրոշյանի ու Քասախի տրանսպորտի մասով էլի դժգոհություններ կան, էլի խնդիրը չի լուծվում։ Ես ժամը 3-ին դժգոհորների հետ հանդիպելու եմ Երևանի քաղաքապետարանում։ Ես վերջերս տեսանյութ տեսա իմ գործընկերներից է, որ նաև այդ համայնքից է, որ ասում է այդ ավտոբուսը 300 մետր ներքև թե վերև են կանգնեցրել, այսինքն հա Ինչն է խնդիրը, որ այսպեսի բարդություններ եք ստեղծում, հնարավոր չի այնպես անել, որ լավ լինի։ Եթե մարդիկ նախորդ իրավիճակից գոհ են, նախորդ տրանսպորտից գոհ են, ինչ է փոխում, որ տրանսպորտը Երևանի տրանսպորտն է։ Ահա։ Այնտեղ մենք մարզային տրանսպորտ չենք ունեցել, հիմա փորձում ենք մարզային տրանսպորտ։ Այդ թող Երևանի տրանսպորտը լինի, ի՞նչ է։ Թող Երևանն է լինի, ի՞նչ տարբերություն։ Թող Երևանի տրանսպորտ։ Երևանը օրենքի խախտում կա, Երևանը չի կարող իր վարչական տարածքից դուրս սպասել։ Այո, լուծեք այդ խախտումը։ Ոնց լուծում։ Հեսա գործընկերոջ թող հարց։ Փոփոխություն է պետք, բայց կարծում եմ դրա։ Դե արեք։ Բայց դրակարիքը չկա, մենք մարզային տրանսպորտ ունենք, ինչի՞ համար։ Բնակիչներն ասում են մուլտիտրանսի ընկերության ներկայացուցիչները վարորդներին ահաբեկում են, բնակիչները ասում են այդ լեզվով մի խոսեք, դուք եթե նման դեպք կա, բնակիչները կարող են եւ մեզ դիմել եւ իրենց բաների նման Եթե դուք գիտեք, ասեք։ Չէ, հիմա դուք ոնց եք Պրոշյանի իրենք ներկայացին եւ մենք եկանք ներս, ես ձեզ եմ հիմա Ես հանդիպելու եմ հիմա Երևանի համայնքապետարանում, այսօր։ Հիմա ոնց է լուծումը ոնց եք պատկասում, լավ, եթե կարճ ասենք։ Լուծումը բանակցում ենք, պետք է հասնենք։ Նոր տրանսպորտ, մուլտիտրանսնա չէ։ Պատկերացումներ լինեն, ես հստակ լուծում։ Մուլտիտրանսնա չէ, այդ տրանսպորտը ապահովում։ Բայց մեծ ավտոբուս է, ես տեսել եմ տեսանյութը, որ Երևանի ավտոբուսն է, որ գնում կանգնում է 300 մետր ներքև կամ վերև, մի խոսքով հեռու։ Հիմա հնարավոր չի 300 մետր վերև կանգնի, որ 300 մետր մոտենում է գյուղին, Պրոշյան, եթե Պրոշյանին։ Այսինքն այս բան դրանով լուծվում է հարցը, թե այլ խնդիրներ կա։ Այո, Քասախինը ասացի, այսօր հանդիպելու եմ։ Բայց այդ խնդիրը ինչից է առաջացավ, եթե մրցույթը շահած ընկերություն կար։ Չէ, մրցույթը շահած ընկերություն կար, ի՞նչն է։ Շահած ընկերությունը սկզբնական շրջանում է երկու գյուղերը չէ սպասել։ Հա։ Սպասարկում է Երևանը։ Դա Մուլտիտրանսը համալրվեց շարժակազմով, հիմա կարողանում է սպասել։ Բայց հիմա խնդիր չկա, այսինքն, թե կա։ Խնդիրը բնակիչները գնի մեջ են տեսնում, ինչի շուրջ է բանակցում են։